Բարի լույս բոլորին, ժողովրդյան վլոգը սկսում եմ ճանապարհից, ուղևորվում ենք դեպի Դանիա։ Հիմա ասեմ ինչի համար է մեր ուղղությունը այսօր դեպի Դանիա, քանի որ Գերմանիայում մենք ապրում ենք Գերմանիայի հյուսիսում, միշտ այստեղ անձրևոտ ցուրտ եղանակներ են, բայց այս քանի օրը անմարդկային շոկեր են սկսվել ու դիմանալու չի, մենք պատրաստ չենք այս շոկերին, իսկ Դանիայում բավականին հով եղանակ է ու այնտեղ կա մի կղզի, որը ունի փոքրիկ ցամաքային ճանապարհ, որ մեքենայով կարողանում ենք հասնել այդ կղզին։ Ահա այս պահին անցնում ենք Դանիայի սահմանը, այստեղ ոչ մի անցակետ չկա, ոչինչ չկա, միայն այստեղ ցուցանակ կա, որի վրա նշված էր մենք արդեն մտանք Դանիա։ Ինչևէ սիրելիներս, մոռացա նշեմ, որ կղզու անունը Ղոմո է, հիմա այդ ցամաքային հատվածով ենք անցնում, նայեք երկու կողմից ջուր է ամբողջությամբ, միայն այս ցամաքային հատվածն է, որ մեզ տանում է դեպի այդ կղզին։ Ուրեմն եկել ենք Դանիայի ծովը, Ղոմո կղզին, ու երկինք անպամել է, նույնիսկ ամպերը գոռում են, իսկ մեր մոտ անտանելի շոկ էր։ Հիմա եկել ենք ստե ցուրտ ջուրը մտնելու համար։ Հիմա ուզում ենք գնանք մի քիչ ուղղակի ոտերներս թռչենք, հետո երևի չգիտեմ ուր կգնանք։ Մեր մոտ շատ շոկ, Դանիայում անտանելի ցուրտ է։ Մեր մոտ 31 աստիճան էր, չէ՞ կանչիկ։ Ստե 31-32, ստե 23 աստիճան է, որ ամպերն էլ սկսեց գոռալ, արդեն մի քիչ վախեցանք, նայեք ինչ անպամած է, չէ՞։ Ժողովրդյան մի փոքր մնացինք ծովում, բայց հասկացանք, որ համ ցուրտ է, համ լողալ չի լինելու, գայանչիկն էլ մի քիչ հիվանդ է, իրան լավ չի զգում։ Մեր որոշումը եղավ հետ վերադառնանք Գերմանիա, գնանք տուն, վաղը նոր կգնանք ծովում լողալու, քանի որ արդեն ուշ է, մեր տանից դեպի Ղոմո կղզի ժամուկես ճանապարհ էր եկել ենք, դե ուշ էինք դուրս եկել, հիմա մինչև ժամուկես էլ հետ վերադառնանք, արդեն չի լինի նոր ուրիշ ծով գնալ, դրա համար նախընտրեցինք, որ այսօր օրը այսպես անցկացնենք, վաղը կգնանք արդեն ծովում լողալու։ Դե ինչ սիրելիներս, մնացեք մեզ հետ, մի քանի վայրկյանից կհանդիպենք վաղը Սանկտ Պետերբուրգում։ Սիրելիներս, այստեղ մեզ մոտ հաջորդ օրն է, երեխաները ցանկություն չունեցան մեզ հետ գալ ծով։ Ես ու ամուսինս որոշեցին գալ Սանկտ Պետերբուրգ քաղաք, այստեղի ծովափը շատ լավ տուրիստական ծովափ է, ամեն անգամ մենք այստեղ ենք գալիս։ Այս անգամ էլ որոշեցինք ամուսիններով գալ մեր հանգիստը այստեղ անցկացնել, քանի որ վաղը նորից աշխատանքի ենք։ Այդպես սիրելիներս, արդեն ծովը երևում է, օդապարիկները արդեն օդում են, մի խոսքով հիմա գնանք, մոտենանք, մեր վրանն էլ ամրացնենք ու ընթացքը արդեն ձեզ ցույց կտամ։ Արդեն լողափում ենք, նոր մի քիչ առաջ սուրճ խմեցինք, ամուսինս գնաց լողափ, ես էլ վրանի մեջ եմ, ասեցի մի հատ կրեմ եմ քսել արևային, մի քիչ չորանա, որ ես էլ գնամ արդեն լողափ։ Ջուրը դեռ գալիս է, հնայգուր է հասել, արդեն վրանները պետք է հետ տանեն, մեր վրանը բավականին հեռու է, սա կգնամ ցույց կտամ մեր վրանը։ Նոր սուրճ խմեցինք, հիմա եկել ենք ջուրը բավականին տաք, առանց երեխեքի ենք եկել ծով, որովհետև ծուղեցին իրանք, երեք եկել էին, իրանց համար լավ չէր, զորով էին եկել, մի կերպ էին եկել, իրանք չէին ուզում գան։ Ուրեմն ջուրը նոր է եկել, ուզում եմ տենամ հլը ինչ է բերել հետը, ինչ կենթանի է բերել, բայց հլը բան չկա։
Հեսա գա հետ դառնա նոր երևա թե վերջ լավ ես որոշեցի հետ գնամ այստեղ երեխեքը հետաքրքիր բաներ են ցեխերից սարքել աշտարակներ են սարքել բոլոր տեղերը սարքում են այս լավ է Ինչքան լավ բաներ են սարքել Լավ ես գնացի մեր վրան հես ինչ հա խխունջի մի տեսակ ասենց երկար Ստեղ փորել են ջուրա դուրս եկել Ստեղ որտեղ փորես ջուրա դուրս գալիս Այսօր մեր վրանը Կարելի է մի հատ սուրճ խմել նոր սուրճ խմեցինք բայց քիչ էր Այստեղ մեզ մոտ ճաշի ժամն է, հիմա մի հատ հաց կուտենք, ընդմիջում կանենք, հետո դրանից հետո մի հատ լավ համեղ սուրճ կպատրաստեմ, քանի որ դեսերտել եմ բերել մեզ հետ, ու դրանից հետո կգնամ ծովում հետաքրքիր կենդանիներ փնտրելու, քանի որ արդեն նկատել եմ ջուրը հետ է գնում։ Տակ հա ջուրը։ Հյուսային ծովը փոթորկել է ալիքներ ունի, բայց ծովը ահագին հետ գնաց, ահագին հետ գնաց ծովը, հա, այս տորբեքի մոտ էր, այս տորբեքի մոտ էր, պղտոր է էլի ջուրը, ավազից է, որ ինքը սենց ալիքոտում է, ավազը տալիս է երես, Հյուսային ծովը միշտ էլ կեղտոր ջուր է եղել։ Որ երևա, բայց սատկել է, ճանջերը վրեն են հավաքում, բայց լավ մեծ է եղել։ Ինչով է սա ինչ սիրուն է ստեղից վերևից, հիմա գնանք դղախենների մոտ, ծովը ամբողջությամբ վերում է, այստեղ ռեստորանն է, սրանք է դղախեններն են, այս հատվածում, քանի որ քամիա, լիքը դղախեններ են, վերև մարդիկ այսպես Տապարիկ են կոչվում հայերեն, չէ, ոչ մանա կոչվում, գերմաներեն դղախեն են ասում։ Լավ գնացի ստեղից, այս ոնց է իշնում, այստեղ էլ պահպահակի տեղ, իչան ներքև հիմա, գնամ ամուսնուս գտնեմ, որտև ինքը ներքև ինձ էր սպասում, ես ասեցի բարձրանամ վերևից նկարեմ։ Վերջի գտանք ճանապարհը իջնելու, հակառակ կողմից էի բարձրացել, իջնելը լրիվ ուրիշ կողմից եկա, մի հատ ես ամուսնու գտնեմ էլի, որտեղ է ինքը ինձ սպասում, հա հեսա, լավ գնացի։ Մի հատ ոտերներս լվանանք ստեղ ջրին, թե չարժի, հա, դար։ Ջուրը հետ է եկել, միջև այս նշանները, որ այն վաղ տեղից չէր կարելի էլի լողալ, արդեն սրանք ցամաքում են հայտնվել։ Այ հեսա ջուրը ստեղ է եկել հասել։ Էս ինչա մեդուզա է։ Օ, էս ինչ մեծ մեդուզա է, բայց մեջին ինչ է։ Մի հատ ձեռս փետել չկա սրան։ Ուղղակի զզվում եմ ձեռով անում։
Հետաքրքիր գույնի մեդուզա է ինքը։ Շատ տարօրինակ մեդուզա է։ Մեջն է խխունջի բաներ կա, ինձ թվում է սատկած է։ Մի հատ որ խխուն, հայսա գտա խխունջի։ Այս հատիկով կարամ անեմ։ Իրան շուրջ տամ էլի։ Կպած է բանի ջարդվա։ Կուզեի է իրան շուրջ տա, մի հատ ինչ-որ շուրջ տամ։ Մի հատ տնամ ինչ խխունջ կգտնեմ ամուր։ Այս է պուճուրիկն այս ինչ լավն է, բայց խես սաղ սենց պարկած։ Այս է իր իսկական տեսքը։ Ինել էր էլի իսկական, բայց բան չեղավ։ Վրայի ավազն եմ էլի մաքրում։ Սիրուն է սենց։ Սենց ավելի սիրուն է, քան շուռեկած, այն մեծին չկարացի շուռ տայ։ Բայց հետաքրքիր գույնի է։ Գույնը շատ լավն է։ Մեծին կորցրել եմ։ Ուր էր, նոր ստեղ էր այդ մեծը։ Պուճուրիկին գտա, մեծին մոռացանք, հա հեսա։ Կուզե իրան էլի շուռ տայ։ Վերջ, շուռ տվեցի։ Ինչ մեծ է։ Պուճուրիկը ավելի լավն էր, բայց պուճուրիկը ապտուս եկավ, արդեն ջուրը հետ գնաց, ինքը մնաց։ Բայց տարօրինակ մեդուզաներ են էլի, գույնը սենց դեղին, ոնց որ ժանգոտված լինեն, այդ ենց գույն է։ Այն պուճուրիկը մնաց ափում, գնամ ափից նկարեմ։ Ջուրը արդեն բերեց իրան ափ, ինքը մնաց ստեղ։ Մենակ ինչ սիրուն է։ Ոնց որ ծաղիկ լինի։ Տղեկ եմ գնելու էի հա։ Շատ սիրուն է։ Լավ, այս մեդուզային ստե թողնենք, հիմա գնանք ուրիշը գտնենք, ախր ինքան սիրուն է, չեմ կարում իրան թողեմ ու գնամ։ Լավ, գնացինք։ Դրամ հլը ուրիշ ինչ կա։ Ջուրը որ սենց լավ հետ ա գնում, նենց հավես ա լինում։ Այս այդ սիրում եմ էլի, լիքը տարբեր կենթանիներ են գտնում։ Մի տարի էր գանչկիս հետ ծովաստղ էին գտել, բայց այդ առաջի անգամն էր, առաջի ու վերջին էր, հենց ստեղ այս Սանկտ Պետերբուրգում էինք էլի ու գտել ենք։ Օրինակ Էրեկդանիայում, այդ Ռոմո կղզում ծովը ինձ դուր չեկավ, ոչ թե ծովը դուր չեկավ, ափը էլի, ափի մասն է խոսքը։ Մի քիչ ուրիշ է, ոյ։ Ես էլ չէի տեսել են կոմի վրա ծիկի պլյաժա, բոլորը մերկ են։ Հեռախոսս վերցրել էի ու գնացել էի են կոմ։ Հավա չեմ նկարել։ Իմ համար տհաճ են այդ կերպերի, որ գալիս են ու լողում են ծովում։ Ահա, կապույտ մեդուզայի եմ գտել, արի, կապույտն լողում է, ինչ հավես տան, հեսա դեղին է ցույց կտամ, ինես մի հատ սիրունն էի գտել, ոնց որ ծաղիկ լիներ։ Վերջնական այսպես մի հատ պտտվենք, ջուրը բավականին հետ ա գնացել, նայեք ուր ենք հասել մինչև ու գնում ենք արդեն գնանք տուն հասնենք, ժամը երեկոյան 5-ն է, գնամ հասնենք տուն, լողանանք, պատասենք, որ վաղ արդեն աշխատանքի ենք, անցնենք մեր բնականոն կյանքին։ Այստեղ մի հատ երեխա է լացում, մեդուզա է ուզնում, չկա մեդուզաները արդեն ինչ կա դուրս են, մնացած սատկել են, էլ չկա, դրամ չկա էլ մեդուզա չկա, սաղ
Վերացա։ Այս սատկաշ չեսի լավն է։ Ինչ ես ծովը մուծելու ձևը արդեն փոխվել է, գալիս ենք ծով, լողում ենք, մեր համար ժամանակ ենք անցկացնում, հետո գնում ենք ու այստեղ այսպես QR կոդեր կան, մուծում ենք ու նոր շարժվում ենք առաջ։ Այս ինչ հավես է։ Սիրելիներս, այսօր էլ այսքանը, մնացեք խաղաղությամբ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ անգամ նոր ու հետաքրքիր տեսանյութով։